ընդհանրապես ընտրական օրակարգերի հետ կապ չունեցող հիմա մարզային եւ գյուղական համայնքների այցելություններով ենք եւ ամեն օր առերեսվում ենք շատ ծանր պատկերի տարբեր խնդիրներով, գյուղական խնդիրներով, գյուղատնտեսական ենթակառուցվածքային աշխատատեղերի, աշխատավարձերի դպրոցներ ենք շատ գեղեցիկ կառուցում, որտեղ ուսուցիչներ չկան։ Շատ գեղեցիկ հիվանդանոցներ են կառուցում, որտեղ բժիշկներ չեն եղել եւ չեն լինելու, որտեղ նաեւ քաղաքականություն չկա այդ ուղղությամբ, ինչպես լուծել այդ հարցերը։ Ինձ այս հարցերը ավելի շատ են հետաքրքրում, քան առաջիկա ընտրությունները։ Բայց դուք որպես նախընտրական կառուցարշավ չեք այցելում այդ։ Հիմա իրավունք չունենք ընդհանրապես ընտրությունների մասին խոսել, եւ մենք այցելել ենք այն ժամանակ էլ, հիմա էլ ենք այցելում, բայց ինչն է այստեղ կարևոր։ Ես կարծում եմ, որ եւ դա մենք չպետք է անեինք։ Դա նախ ինստիտուցիոնալ ընդդիմությունը հիմա փող է ստանում դրա համար, աշխատավարձ են ստանում։ Իրենք պիտի ընդհանրապես տուն չգային։ Ազգային ժողովի պատգամավորման մասին։ Այո, խոսքը ընդդիմադիրների մասին է, ինստիտուցիոնալ ընդդիմության մասին։ Մենք ինստիտուցիոնալ չենք։ Մենք արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ ենք։ Մինչդեռ իրենք ընդհանրապես անհաղորդ են, իրենք պիտի գնան գործող իշխանությանը ասեն դավաճան հողատու, իշխանություններն էլ պիտի իրենց հակադարձեն ուրեմն կաշառակեր մարդասպան։ Բայց բուն խնդիրները սրա մասին չեն։ Ես ես ասեմ Վարդենիսում, Մարտունիում եւ Ապարանում Սերժի հարցազրույց, Քոչարյանի հարցազրույց, Կաթողիկոսի խնդիր ընդհանրապես գոյություն չունի, այդ մարդիկ ուրիշ օրակարգեր ունեն եւ այդ մարդկանց լսել է պետք։ Եվ մենք, որպես այլընտրանք, խնդիր ենք դնում հնարավորություն տալ, որ մարդիկ լսված լինեն։ Մենք տրանսլյատոր ենք դարձել մարդկանց խնդիրները Երևան բերելու եւ լսելի դարձնել։ Ներողություն, Երևան որ բերում եք, հետո ինչ եք անում։ Ուրեմն նախ խնդիրների մասին անընդհատ խոսում ենք այս հարցազրույցներում։ Եթե մեզ այդպիսի հնարավորություն է տրվում։ Այդ խնդիրները մեր բոլոր հարթակներով բազմացնում եւ տարածում ենք։ Գնում եմ իշխանությունների հետ եմ հանդիպում, անցյալ օրը անվտանգության խորհրդի քարտուղարին եմ հանդիպել, Արտադրության նախարարին եմ հանդիպել, այլ պաշտոնյաների, ավելի բարձրաստիճան լուծումներ ենք փորձում ինքներս առաջարկել, դրա համար իդեպ մանդատ չունենալով, ուղղակի մեր կապերով գտնել ճանապարհներ մարդկանց օգնելու, մարդկանց կարիքներին արձագանքելու։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը։ Մեր նպատակը իրականում ընդդիմափոխությունն է։ Առաջիկա գործընթացներում մենք մասնակցում ենք, որպեսզի ընդդիմության հարցերը լուծենք, որտեղ կարծում ենք, որ ցանկացած իշխանության որակը պայմանավորում է որակյալ ընդդիմությունը։ Կունենաս որակյալ ընդդիմություն։ Ես ձեզ երաշխավորում եմ կունենաք որակյալ իշխանություն։ Իշխանություն, որը ամեն օր պարտավոր կլինի հաշվետու լինել իր կատարած գործողությունների քաղաքականության համար, ուրեմն թափանցիկ լինի իր գործողություններում եւ խոսի գործից, ոչ թե պատասխանի քաչալշուն գողկատու այս երկխոսությանը։ Սա անթույլատրելի է։ Մեր նպատակը ընդդիմափոխությունն է, մեր նպատակն է տեղերում ունենալ, գետնի վրա ունենալ ուժեղ քաղաքացի, գիտելիքով զինված քաղաքացի, բարձր աշխատավարձ ստացող քաղաքացի, աշխատանք ունեցող պատվավոր քաղաքացի, որտեղ համարում ենք, որ ուժեղ պետության հիմքը հենց ուժեղ քաղաքացին է, նրա գիտելիքն է, նրա ունեցած արժանապատիվ աշխատավարձն է, եւ մենք մեր ուշադրությունը այդտեղ պիտի կենտրոնացնենք։ Ահա թե մենք ինչպիսի այլընտրանք ենք մենք այն քաղաքական միջավայրում, որում մենք հայտնվել ենք ընտրություններից, ինչպես նշեցիք, 6-6.5 ամիս առաջ։ Նախ ասեմ, որ ամերիկացիները ինձ շատ զարմացնում են իրենց արագությամբ։ Գիտեք, արդեն մի քանի խմբեր են եկել մասնագիտական, մեր մաքսային ծառայության աշխատակիցների հետ խոսեցին, մեր սահմանապահների հետ են իրենք թրեյնինգներ իրականացրել, արդեն 145 միլիոն փողը այդ նպատակով հատկացվել է Հայաստանին, Հայաստանը ստացել է այդ գումարը, իսկ դա ահռելի ներդրում է
Կարևոր քաղաքական որոշումներ են կայացվել, որ երկաթուղու ուրեմն ստանդարտները մնալու են այնպես ինչպես կա, սովետական ստանդարտներով ենք շարունակելու, ինչը մեծ ժամանակ է խնայելու։ Լավ լուր առաջիկայում հավանաբար հունվարին կամ փետրվարին մեղրի հատվածում մենք կունենանք արդեն հիմնարկեքի արարողություն, այսինքն ծրագրի մեկնարկի ազդարարման մասին կլինի շատ պատկառելի միջոցառում։ Այդ ուղղությամբ ասեմ, որ ներքին բյուրոկրատական փոփոխություններ են Միացյալ Նահանգներում, պետքարտուղարությունը ավանդաբար ունեցել է շատ կարևոր դերակատարում։ Պետության ըստ էության երկրորդ, երրորդ մարդը միշտ եղել է պետքարտուղարը։ Եվ Բլինքենը, եթե հիշում եք Բայդենի պաշտոնավարման ժամանակ, շատ պետության նույնիսկ առաջնորդի գործառույթներ էր իրականացնում։ Բայդենը տարիքի բերումով չէր հասցնում ամենօրյա ռեժիմով զբաղվել հանդիպումների, այդ օպերատիվ կառավարման հարցերով եւ ի պաշտոնե ուներ պետքարտուղարը այդպիսի իրավունք։ Հիմա այդպիսի իրավիճակ չկա Միացյալ Նահանգներում։ Պետքարտուղարությունը բավական հետ է քաշվել եւ արտաքին քաղաքական կարևորագույն հարցերը, որոնց հիմքում նաեւ ասեմ ձեզ հայ-ադրբեջանական համաձայնություններն ու գործարքն է, խաղաղության գործարքն է, դրանք ավելի սպիտակ տան շրջանակներում են իրականացվում, գիտեք Վիտկոֆը ունեցավ ահռելի դերակատարում մեր հարցով եւ վերջերս տեսանք նաեւ որ մեր դեսպանը, նորանշանակ դեսպանը Նարեկ Մկրտչյանը անձնական կոնտակտներ է կարողացել հաստատել Վիտկոֆի հետ եւ իմ ունեցած տեղեկություններով բավական հաջող այդ իմաստով շփումներ կան, որպեսզի աշխարհի տարբեր հատվածներում Միացյալ Նահանգների ուշադրությունը կլանող օրակարգերը չստվերեն հայ-ադրբեջանական այս համաձայնությունը եւ թրիպի հարցը։ Եվ դուք իրավամբ շատ ճիշտ եք նշում, ինչ անել, երբ անընդհատ կարող է մեզ մոտ տպավորություն ստեղծվել, որ ուշադրության պակաս կա, որից կարող է հակառակորդը օգտվել եւ օրինակ հայտարարություններ անել, որոնք թեև ունեն հղում պատմական քարտեզներին, բայց իրենք մեր հասարակական ներքին կյանքը ցնցելու նպատակ ունեն։ Եվ խոսքը օրինակ Սևանի մասին է եւ Ալիևի վերջին հայտարարության, որը ըստ իս պիտի կոմունիկացվի ամերիկացիների հետ եւ Ադրբեջանը եւ որևէ պաշտոնյա իրավունք չպիտի ունենա նույնիսկ պատմական հղումներ անել այդ քարտեզներին, որտեղ բա որ մենք սկսենք պատմությանը հղում անել, դուք ուր եք գտնվելու ընդհանրապես մեր ունեցած պատմական քարտեզներով։ Եթե մենք առաջ ենք նայում, ուրեմն մի կողմ դրեք այդ քարտեզները, մանավանդ ցարական քարտեզները։ Եվ հույս ունեմ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը սա պիտի կոմունիկացնի, վերջո մենք ամերիկացիներից այլ որակի միջնորդություն եւ արբիտրի դերակատարում ենք ակնկալում։ Այն չէ, ինչ որ ունեցել ենք ռուսների հետ։ Ավելի որակյալ։ Եւ պատշաճ, որպեսի կողմերը կարողանան իրենց պարտավորությունները կատարել։ Թույլ չտալ օրինակ, որպեսի Ալիևը այդպիսի հայտարարություններ անի եւ փչացնի ընդհանուր մթնոլորտը խաղաղակարգավորման։ Այո, այստեղ կարծում եմ աշխատանք ունենք անելու։ Պետք է խոսել։ Երկրորդ կարծում եմ նույնիսկ եթե Միացյալ Նահանգները երբեմն զբաղվում է այլ տարածաշրջաններով, մենք չպիտի դադարենք մեր աշխատանքը նաև երկկողմ ձևաչափով։ Ադրբեջանցիների հետ պիտի շարունակենք աշխատել, որտեղ այնտեղից տեսնում ենք պատրաստակամություն ամեն ինչ անել, որպեսզի օրինակ թրիպի մեր 43 կիլոմետրի հատվածում ունենանք առաջընթաց։ Եվ այդտեղ օրինակ սահմանագծման վերաբերյալ նախորդին նաև փոխվարչապետը ասաց, որ կարող է այդ աշխատանքները պատշաճ ժամկետներում ավարտելու համար կարող է այդ հատվածը լինի հաջորդ սահմանագծման ուրեմն աշխատանքների թիրախը։ Այս շատ կարևոր արձանագրում է։ Հո ամերիկացիները չասեցին այդ հատվածը պիտի անենք։ Դա երկկողմ ձևաչափով ենք մենք կարողացել ձեռք բերել այդ պայմանավորվածությունը։ Ամերիկացիները կարող են ընդհանուր շրջանակը համաձայնեցնել պայմանավորել, բովանդակությունը մենք պիտի մեր երկու կողմերը պիտի կարողանան այդ բովանդակությամբ լցնել շրջանակի ընդհանուր պատկերը նկարը։ Չափազանց կարևոր է առաջիկայում հասկանալ կոնսորցիումը, որ պիտի ձևավորվի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, ինչ ուրեմն դերակատարություն պիտի ունենա յուրաքանչյուրը։ Միացյալ Նահանգները ինչ աստիճանի ներգրավվածություն պիտի ունենա օպերատիվ կառավարման հարցերին։ Որտեղ այդ կոնսորցիումն է
կառավարելու թրիպը։ Ինչ են սպասում Հայաստանի կառավարությունից այդ երեկվա Փաշինյանի խոսքից ինչ ստացվեց Փաշինյանն էր կարծեմ հայտարարեց որ 6 ամսվա ընթացքում ինչ որ ծրագիր են սպասում մեզանից որ մենք սեղանին դնենք Դա ընդհանուր համաձայնությունն է որը վերաբերելու է ատոմակայանին որը միջև տարեվերջ Հայաստանը կհայտարարի, որ Միացյալ Նահանգների հետ է պատրաստվում այդ նախագիծը իրականացնել եւ կիսահաղորդիչների ու բարձր տեխնոլոգիաների հարցով, այո, երկկողմ ձևաչափով համագործակցությանը իդեպ ասեմ, որ Nvidia-ն, որ նախորոք հայտարարել էր, որ ընդամենը 500 միլիոնով պիտի մասնակցի եւ այստեղ արհեստական բանականության կլաստեր պիտի կառուցի, եռապատկել է այդ իր հանձնառությունը 1 միլիարդ 500 միլիոն փող են բերում Հայաստան։ Հայաստանը պիտի ցույց տա, որ իր կարողությունները բավարար են, որպեսզի օրինակ Հայաստան միանգամից այդպիսի ներդրում մտնի։ Որտեղ մեր տնտեսական կառուցվածքը եւս պիտի պատրաստ լինի այդպիսի մեծ ֆինանսական հոսք, որովհետև հասկանում եք, չէ, որ մարդը ունի կերակրափող, որը սահմանափակ է։ Եթե կերակրափողի չափից մեծ սնունդ գնա, մարդը կարող է խեղդվել։ Մեր տնտեսության, ֆինանսական համակարգի այդ կառուցվածքը չափազանց սահմանափակ է։ Մենք ավելի ու ավելի փոքրացրել եւ ավելի փոքր ենք ու զուսպ ենք դարձրել, պիտի մեծացնենք, որպեսզի դա հնարավորություն տա նաև մեր տնտեսական զարգացումը ապահովել եւ դիմադրողունակությունը։ Եվ այդտեղ գալիս է թե մենք ինչպիսի ռազմավարություն կունենանք ընդհանրապես տնտեսական զարգացման համար։ Նախորդին հրապարակվեց աղքատության ցուցանիշը։ Հայաստանը 21.7% աղքատության ցուցանիշ ունի։ Սա խայտառակություն է մեր տարածաշրջանում։ 9.7% Վրաստանը ունի, 5.2 Ադրբեջանը։ Այս անհավասարությունը պիտի մենք կարողանանք հաղթահարել եւ դրա համար մեզ պետք են ճանապարհներ, դրա համար մեզ պետք են բաց սահմաններ, դրա համար մեզ պետք է ահռելի տնտեսական լուծումներ եւ որոնք կվերաբերեն մեր ենթակառուցվածքներին, կվերաբերեն մեր ուրեմն տնտեսական կարողությունները զարգացնելուն եւ այն հարցերին, որ ես անընդհատ հանդիպում եմ, օրինակ ինձ կարող եք պատասխանել 50 հոգանոց բնակչություն ունեցող 50 մարդ է ապրում կախակնում ինչի համար է կառուցվում 300 հոգանոց դպրոց 300 աշակերտի համար նախատեսված դպրոց ինձ այդ հարցը տվեցին այդ գյուղում ես ենթադրեցի որ հարևան գյուղերից հավանաբար պիտի աշակերտները այդտեղ կան բարձրաց հարևան գյուղերում են կառուցում այդ դպրոցները ես շատ պիտի ուզեի որպեսզի դպրոցները ինքնին դառնային պարտք պետության կողմից, որ այդ գյուղերում մենք պիտի հաջորդիվ ներդրումներ տանենք եւ այդ գյուղերից հեռացած մարդկանց վերադարձնենք գյուղեր եւ օրինակ առաջիկայում պիտի կախակնը 50-ից դառնա 500, իսկ դրանից հետո 1000 բնակիչ ունեցող գյուղ։ Այդ դեպքում արդարացված կլիներ օրինակ այդ դպրոցը կառուցելը։ Ես շատ ուզում եմ, որպեսզի մենք կառուցենք այդ դպրոցները։ Իդեպ ասեմ, որ դպրոցի շուրջ պիտի ընդհանրապես զարգանան գյուղերը եւ բնակավայրերը։ Շատ լավ է, որ կառուցում ենք, բայց դրան պիտի հաջորդեն այլ գործողություններ, որ մենք մեծ հիվանդանոցները բիզնեսներ, այլևս Երևանում կառուցելու կարիք չկա։ Ես ռադիացիոն մեծ հիվանդանոց է կառուցվել Հայաստանում, Երևանում գիտեք հավանաբար։ Սեփականատիրոջ հետ եմ խոսում, ասում եմ, քանի հիվանդ ունեք։ Օրական 100 հիվանդ են իրենք սպասարկում։ Ասում եմ, բա ինչի եք Երևանում կառուցել այս հիվանդանոցը։ Եթե այս հիվանդանոցը կառուցեիք Երևանամերձ գուցե, Չարենցավանում, Հրազդանում դա ահռելի ենթակառուցված կտաներ, հասկանում եք, 100 հիվանդ նշանակում է այդքան հարազատներ, պիտի հաց ուտեն, պիտի տնտեսություն գործի։ Ինչքան լավ կլիներ, որ պետությունը խրախուսեր, նաև արտոնություն տար, որտեվ հասկանում եք, չէ, քաղցկեղով հիվանդները ուզեն չուզեն, պիտի գնան Հրազդան կամ Չարենցավան կամ նույնիսկ Վարդենիս, որպեսզի այդ անհրաժեշտ բժշկական պրոցեդուրան կարողանան անցնել։ Ես սեփականատիրոջը հարցնում եմ, ինչի՞ չեք արել։ Որտեվ ինձ ոչ ոք չի ասել։ Ես կգնայի։ Մանավանդ եթե այդպիսի արտոնություն լիներ։ Այս սա պիտի լինի այդ 300 հոգանոց, 300 աշակերտի համար նախատեսված դպրոցի հաջորդ քայլը։ Մենք ինչ
վարկային ու հարկային արտոնություններով բիզնեսին պիտի տանենք այնտեղ, որպեսզի այդ գյուղը արագ դարձնենք 500, իսկ վաղը արդեն 1000 հոգանոց, որպեսզի 300 աշակերտի համար նախատեսված այդ գյուղում մենք կարողանանք անհրաժեշտ համալրում ունենանք։ Այս սա պիտի լինի մեր հիմնական պատասխանը աղքատության այն ցուցանիշին, որ հիմա հրապարակվել է եւ մենք քննարկում ենք, բա ոնց հաղթահարենք այդ աղքատությունը։ Սենց Պետությունը ըստ էության այդ միջոցներով վստահություն է փորձում ներշնչել այդ գյուղի բնակիչներին, Շատ լավ։ ապրեք, մնացեք, բազմացեք։ Բայց այդ գյուղի բնակիչները ինձ ասում են, կասկած ունենք, որ ադրբեջանցիներն են գալու այդտեղ։ Այո, Դա չի կարելի դա թույլ տալ։ Այսինքն կար նաև ռազմավարական հաղորդակցության պակաս։ Պետք է այդ դպրոցը կառուցելու հետ գնալ մարդկանց հավաստիացնել, որ մեր հաջորդ քայլը սա է։ Եւ ոչ միայն հավաստիացնել, այլ գործողություններով ինչպես դուք եք ասում։ Ցույց տալ եւ մարդկանց ներշնչել, որտեղ խոսքը ընդամենը 3 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով մարդիկ հսկա թղամասեր են լքել։